Վերջերս հանդիպել եք եպիսկոպոսների, թե ինչ պարագայում կամ ինչ կոմպրոմատների կամ ինչ բանակցությունների բերումով են այդ եպիսկոպոսները հայտնվել ձեր կառավարության համապատասխան սենյակներում, միայն դուք գիտեք եւ հավանաբար այդ մարդիկ, բայց այդ եպիսկոպոսների մեջ կային մարդիկ կամ կար մարդ, ում դիմաց դուք նստած էիք, որի մասին ես կարծիք չեմ հայտնում, բայց ուզում եմ դուք լսեք մի մարդու կարծիք, որին ճանաչում եք։ Հայտարարությունը ասել է այդտեղ, որ հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը ձայնագրություն է հրապարակվում, որը ծայրի ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին եւ հայ առաքելական եկեղեցու էությանը։ Չհասկացա, հոգեվորականը Բենթլի ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար է։ Հասկանում եք, իմ կարծիքը չի, դուք ասում եք այդ մարդը դեմ է քրիստոնեական արժեքներին, հայ առաքելական եկեղեցու էությանը, հոգևորականը Բենթլի ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք, ես անկեղծ ասած չգիտեմ ում եք խելագար համարում, բայց այդ մարդու հետ դուք բանակցում եք եկեղեցու նորոգման շուրջ։ Եթե կարճ ձևակերպեմ, արդյոք եկեղեցին դուք պատրաստվում եք նորոգել մարդկանցով, ում դուք կարծում եք հոգևոր արժեքներից հեռու են, եկեղեցու էությունից հեռու են, լավ ավելի կարճ, նավասարդ կճոյաններով եք պատրաստվում եկեղեցի նորոգել։